Լսվեց տագնապի ձայնը և գրեթե միանգամից պայթյուն որոտաց ամբողջ շենքը ցնցվեց։ Մեր երկրի և երկնքի պաշտպանները կարողացել են 18 հրթիռ և ավելի քան 100 անօդաչու վնասազերծել։ Մայրաքաղաք Կիև, Կրամատորսկ, Սումի, Խերսոն, Զապորոժյե, Խարկով անցած գիշեր ուկրաինական մեծ ու փոքր քաղաքներ ենթարկվել են ռուսների օդային գրոհներին։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության, ռուսները արձակել են 41 հրթիռ ու կառավարվող ռումբ և 125 անօդաչու։ Դրանց զգալի մասը հասել է թիրախներին, ինչը վկայում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի թուլացման մասին։ Կիևում ասում են, որ զգացվում է Patriot տեսակի ամերիկյան հակաօդային պաշտպանության հրթիռների պակասը։ Գրոհների ենթարկված քաղաքներում զոհվել է առնվազն 10 մարդ, կան մոտ 6 տասնյակ վիրավորներ, ավերվել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում բնակելի շենքեր։ Ռուսները այդ գրոհներով փորձում են ահ ու սարսափ տարածել Ուկրաինայում, որի զինված ուժերը անօդաչուներով հարվածում են Ռուսաստանի նավթամշակման հիմնարկներին ու վառելիքի պահեստներին, ինչի հետևանքով Դաշնության ամբողջ տարածքում բենզինի և կերոսինի աննախադեպ ճգնաժամ է սկսվել։ Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի փոխանցմամբ ռուսները կիրակի օրը 3 ԱԹՍ-ով և 3 հրթիռով են հարվածել։ Լուրջ վնասներ են կրել։ Տերմինալն ավերվել է, բայց առաջին հերթին մարդկանց մասին ենք մտածում։ Զննում ենք տարածքը, գուցե կլինեն վիրավորներ։ Սումիում և Խերսոնում ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել։ Խերսոնի շրջանի Բիլոզեր կահավանի 78-ամյա բնակիչ Պրոսկովիա Բարկովան տագնապի ազդանշանից է արթնացել։ Լսվեց տագնապի ձայնը և գրեթե միանգամից պայթյուն որոտաց ամբողջ շենքը ցնցվեց, պատուհանները ջարդուփշուր եղան, դուռը դեպի պատշգամբ բացվեց, այդ ժամանակ մենք էլ դուրս նետվեցինք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե մտադիր է Ուկրաինային տալ Patriot տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռներ արտադրելու արտոնագիր։ Patriot-ները ռուսական հրթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն են, սակայն այդ հավանական գործարքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չկան։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե հոպը գերլարված է աշխատում։ Մեր երկրի և երկնքի պաշտպանները կարողացել են 18 հրթիռ և ավելի քան 100 անօդաչու վնասազերծել։ Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, թե ինչ է տեղի ունենում հիմա, ըմբռնեն, որ մեզ պետք են օդային պաշտպանության հրթիռներ տառացիորեն ամեն օր կյանքեր փրկելու համար։ Մինչդեռ Ուկրաինայում հասունանում է ներքին ճգնաժամ։ Հազարավոր մարդիկ Կիևում 4 օր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում, քննադատում են Զելենսկու նոր կադրային քաղաքականությունը եւ մասնավորապես պաշտպանության նախարար Միխայլո Ֆյոդորովին պաշտոնից ազատելու որոշումը։ Նախագահը այդ կտրուկ վճռով վերջ է դրել 35-ամյա Ֆյոդորովի եւ Ուկրաինայի զինված ուժերի 60-ամյա հրամանատար Օլեքսանդր Սիրսկու տարաձայնություններին, ինչն էլ դժգոհություն է առաջացրել հազարավոր ուկրաինացիների շրջանում։